Կրչյան, պարոն Միրզոյան, նախ ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ շատ արդյունավետ քննարկում եք ունեցել, եթե կարելի է մի փոքր այդ քննարկումից մանրամասներ հայտնեք, ինչի շուրջ են եղել հիմնականում քննարկումները, ինչ շեշտադրումներ են եղել, եւ թերևս երրորդ փաստաթղթի մասին խոսենք, քանի որ դա թերևս նոր ուղղություն է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, խոսքը հանքանյութերին վերաբերող փաստաթղթի մասին է, ինչպիսի համագործակցություն է դա լինելու, ինչպիսի ներդրումներ կամ մատակարարման շղթաների վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ կամ մոտավոր պատկերացում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Իհարկե մենք մեր հանդիպման ընթացքում խոսել ենք ըստ էության մեր երկկողմ, նաև տարածաշրջանային օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ հասկանալու են ամեն ինչ չի, որ հասցրել ենք քննարկել, նաև նոր որոշակի հնարավորություններ կան, որոնք այս պահին չէի շտաբի բարձրաձայնել, բայց մտքերի փոխանակություն է տեղի ունեցել, ինչպես արդեն եղած համագործակցության վերաբերյալ, այնպես էլ նոր մի քանի հարցի շուրջ, ինչ վերաբերում է հազվագյուտ մետաղներին, ապա դուք իրավացի եք, սա միանգամայն նոր ոլորտ է, որտեղ Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը համագործակցություն են սկսում։ Կհիշեք անցած տարվա օգոստոսի 8-ին մենք նաև Վաշինգտոնյան հռչակագրին զուգահեռ 3 համագործակցության հուշագրեր ստորագրեցինք, մեկը ենթակառուցվածքների եւ ըստ էության նաև ներառյալ նաև TRIP-ի մասին, մյուսը էներգետիկայի ոլորտում համագործակցության եւ մյուսը արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների, դա անմիջապես շատ արագ նաև պետք է գնահատենք Միացյալ Նահանգների պատրաստակամություն իրենց համար շատ բարդ որոշումների շատ արագ կայացմամբ, ես նկատի ունեմ հենց կիսահաղորդիչները, NVIDIA-ի, որը նաև Firebird ընկերության գործունեության համար ծայրահեղ կարևոր են, եւ այս համաձայնագրերը սկսեցին հուշագրերը շատ արագ աշխատել, այնուհետև մենք ունեցանք նաև 1, 2, 3 կոչված պայմանագրի, համաձայնագրի տեքստի, ուրեմն շուրջ բանակցությունների ավարտ, այս մասին էլ ազդարարվեց փոխնախագահ JD Vance-ի այցի ժամանակ, ես թվարկում եմ սրանք ցույց տալու, թե մենք ոնց ենք ոլորտ առ ոլորտ գնում եւ այդ 1, 2, 3 կոչված պայմանական անվանումով համաձայնագիրն հնարավորություն կտա նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցություն սկսել եւ հիմա արդեն ինչպես իրավացիորեն նկատեցիք նաեւ հազվագյուտ մետաղների շուրջ, այս հազվագյուտ մետաղները կամ ծայրահեղ մետաղներ, ինչի ենք ասում ծայրահեղ, որտեղ դրանք ծայրահեղ կարևոր են, որոշակի հազվագյուտ մետաղներ, ծայրահեղ կարևոր են շատ կոնկրետ արտադրած տեսակների, օրինակ ասենք չիպերի, կիսահաղորդիչների արտադրության համար մենք հիմա ըստ էության մի շղթա ենք փորձում ամբողջականացնել, ընդհանրապես եթե նկատել եք, հետևել եք, ամբողջ աշխարհը այսօր մի յուրօրինակ մրցավազքի մեջ է հայտնվել կրիտիկական մետաղների, կիսահաղորդիչների, արհեստական բանականության եւ մատակարարման շղթաների նոր ուղիների հաստատման հարցում ես պետք է հպարտությամբ ասեմ եւ սա ամենևին չափազանցություն չի, Հայաստանի Հանրապետությունը այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն հայտնվել այդ նոր մատակարարման ճանապարհների վրա, դառնալ այդ ճանապարհների լոգիստիկ ուղիների կարևորագույն հանգույցներից մեկը, կարևորագույն օղակներից մեկը եւ այս մեր բոլոր քայլերը, որոնք թվարկեցի կամ չհասցրեցի կամ վաղը կգան լրացնելու այս ցանկը ուղղված են դրան, որպեսզի ապահովեն Հայաստանի շատ կարևոր դերը այս նոր աշխարհում։ Այսքանը թերևս։